Գիտեք, կխնդրեմ մի քանի րոպե ոտքի վրա մնաք, դեռ չնստեք, այսօր տարեվերջյան ծառայություն է, ինչպես բոլորս գիտենք, այսօր տարեվերջյան ծառայություն է։ Գիտեք, տարին ունի, տարին 365 օր ունի, կամ 366, բոլորս գիտենք սա, և մի տարվա մեջ կա 52 կիրակի, և կա 52 երկուշաբթի, և կա 52 երեքշաբթի, և բոլոր օրերից կա 52 հատ տարվա մեջ, և եթե տարին 366 օր ալնեմ, մի օր ալնեմ, որ նմա 53, ինչ եմ ուզում ասեմ սրանով ժողովուրդ, 52 կիրակի, 52 երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, մեզ այստեղ ծառայություն է մատուցվել, ամբողջ տարվա մեջ, մեզ այստեղ ծառայություն է մատուցվել ժողովուրդ, մեզ այստեղ ծառայություն է արվել, մեզ այստեղ ինչ-որ մեկը ծառայել է, և այդ ինչ-որ մեկը մեր հովիվն է, ամբողջ տարվա մեջ, եթե ունի տարին 365 օր, եթե չէ, ունի տարին 365 օր, ես վստահ եմ, որ 365 օր ծառայություն է մատուցվել մեր հովիվի կողմից, անգամ են սիմվոլիկ մի շաբաթ հանգիստը, որ ինքը ունեցել է տարվա մեջ, այդ մի շաբաթ հանգստի մեջ ինքը ծառայություն է արել, խոսալով և կիսելով և բաժնեկցելով Աստծո խոսքը, կառուցելով ինչ-որ մեկին։ Եվ ուզում եմ հետևյալն ասեմ, այն ամենը ինչ որ ես և դու ունենք մեր կյանքերի մեջ, ինձ տրված այսօր այդ հնարավորությունը, այդ պատիվը շնորհակալություն հայտնելու հովիվին, և ես պետք է ասեմ այն ինչ որ իմ սրտի մեջ է։ Այն ինչ որ մենք ունենք այստեղ եկեղեցի, սա պատճառն է մեր կյանքի մեջ ինչ որ մենք ունենք, ունես օրհնություն, ունես ծառայություն, ունես մեքենա, ունես տուն, ունես առողջություն, ունես հեղինակություն, այս ամենի պատճառը մի օծված մարդ է, որի օծությունը հանգչում է քո վրա, որի օծությունը գալիս է քո վրա և այդ օծությունը սկսում է աշխատել քո կյանքի մեջ ամբողջ տարվա ընթացքում։ Եթե անգամ դու դեմ ես սրան կներես, բայց ինձ համար միևնույնն է, ես գիտեմ սա իմ կյանքի օրինակից, երբ որ դու այստեղ ես, այս եկեղեցու մեջ ես, այս եկեղեցու մեջ ամպ կա ժողովուրդ, այս եկեղեցու մեջ ամպի սյուն կա, այս տան մեջ կրակի սյուն կա, որը ստեղծում է ինչ-որ մեկը այստեղ, որը ձևավորում է ինչ-որ մեկը այստեղ, և այդ ինչ-որ մեկը ամբողջ տարվա մեջ ճզմում է այստեղ կորիզ, որպեսզի այդ կորիզից դուրս գա յուղ, որպեսզի այդ կորիզից դուրս գա յուղ, և այդ յուղը այստեղ ձևավորում է ամպ, և այդ յուղը այստեղ ձևավորում է կրակ, և այդ յուղը այստեղ ձևավորում է մատակարարում գերբնական, և այդ յուղը այստեղ ինչ-որ մեկի համար ցանկապատ է ստեղծում, և այդ յուղը այստեղ ինչ-որ մեկի համար օրհնություն է արձակում, և այդ յուղը այստեղ ինչ-որ մեկի համար ազատագրություն է արձակում, և այդ յուղը այստեղ ինչ-որ մեկի համար բժշկություն է արձակում, ինչ-որ մեկի համար ֆինանսներ է արձակում, ինչ-որ մեկի համար խոսք է արձակում, ինչ-որ մեկի համար պատասխան է արձակում Աստծուց։ Եվ Տերը շարժվում է ամբողջ տարվա մեջ իր ծառայի միջոցով։ Գիտես դու կարող ես ասել, ես շնորհակալ եմ Աստծուց, շնորհակալ եմ Հիսուսին, ո փառքեր Աստծուն։ Այն Աստծուն, որին դու չես տեսնում քո ֆիզիկական աչքերով, բայց այն մարդուն, որ կանչված է, կոչված է Աստծուց այս վայրի մեջ, դու տեսնում ես քո ֆիզիկական աչքերով։ Եթե հիշում ես, օգնականը ծառայում է հովիվին և հետո նոր Աստծուն, հովիվը ծառայում է Աստծուն և հետո ժողովրդին։ Եվ ես և դու լինելով այդ օգնականի պոզիցիայի մեջ պետք է ծառայություն մատուցանենք մեր հովիվին։ Հնարավոր է դու Դավիթ չես, բայց դու ունես օծություն Դավիթին ծառայելու։ Սա ուժեղ խոսք էր, որ հնչեց այստեղ երկու կիրակի առաջ։ Այո, ես ունեմ օծություն Դավիթին ծառայելու ժողովուրդ։ Ես ունեմ օծություն Դավիթի համար հարմարավետություն ստեղծելու։ Ես ունեմ օծություն Դավիթի ձեռքերը վեր բարձրացնելու։ Ես ունեմ օծություն Մովսեսի ձեռքերը վեր բարձրացնելու։ Եվ այստեղ այդ մթնոլորտը ապահովվել է ամբողջ տարվա մեջ։ Եվ ես հավատում եմ, որ այս մթնոլորտի մեջ Աստված օրհնում է ինձ ու քեզ։ Սա հոգևոր հովանավորություն է և հոգևոր հովանի է։ Մարդիկ, ովքեր որ դուրս են եկել այս հոգևոր հովանավորությունից, նայեք այդ մարդկանց ժողովուրդ։ Եթե դու դուրս չես գալիս մտնելու հոգևոր ավելի մեծ հովանավորության մեջ, դու սկսում ես հետ գնալ։
Եվ դու սկսում ես կորցնել չկարողանալով անգամ պահել այն ինչ որ ստացել էր այստեղ։ Այն օծության պատճառով, որ հույվը ամբողջ տարվա մեջ բերել է այս վայրի մեջ։ Գիտեք, Աբրահամի կյանքի մեջ կար Ղովտ, կամ ավելի ճիշտ ասեմ, Ղովտի կյանքի մեջ կար Աբրահամ, որի պատճառով Ղովտը օրհնված էր։ Եղիսեի կյանքի մեջ կար Եղիա, որի պատճառով Եղիսեն օրհնված էր։ Ամեն։ Եվ կար ևս մի մարդ, որի կարգավիճակը ավելի շատ եմ նմանացնում մեզ։ Դա Մեմփիբոսթեն էր։ Դա Մեմփիբոսթեն էր։ Եվ երբ որ կա Մեմփիբոսթը, կա նաև Դավիթ ժողովուրդ։ Երբ որ կա Մեմփիբոսթը, կա նաև Դավիթ։ Ես ուզում եմ ասեմ, որ ամբողջ տարվա մեջ Մեմփիբոսթեն ինքը կաղ էր ժողովուրդ, դուք հիշում եք սա։ Եվ երբ որ Հովնաթանի սիրո պատճառով Դավիթը կանչեց Մեմփիբոսթեին, Մեմփիբոսթեն նստեց թագավորական սեղանի մոտ, եւ Մեմփիբոսթեի կաղությունը փակվեց թագավորի սեղանից կախված սփռոցով։ Ես ուզում եմ ասեմ քեզ, որ ամբողջ տարվա մեջ այն մատակարարումը, այն օծությունը, որ եղել է այս վայրի մեջ, այդ օծությունը ծածկել է քո գաղությունը։ Այդ օծությունը ծածկել է քո անլիարժեքությանը։ Այդ օծությունը ծածկել է այն բաները, որոնց մեջ դու թերացել ես ժողովուրդ։ Այդ օծությունը այստեղ Հովանի արել եւ ծածկոց արել քեզ համար։ Քո գաղությունը ծածկվել է այստեղ, այդ թագավորական սեղանի շուրջ։ Այդ մթնոլորտի մեջ, որ այսօր այստեղ կա այս վայրի մեջ, սրա համար գին ավճարված։ Եվ ես ուզում եմ մենք փառավորենք Աստծուն մեր հովիվի համար։ Շնորհակալ եմ սիրելի հովիվ, որ դու կաս, որ դու ծառայում ես մեզ, անմնացորդ, անվերապահորեն, բարձրանում ես զոհասեղան, բարձրացնելով քո առողջությունը, բարձրացնելով քո կյանքը, բարձրացնելով այն ամենը, ինչ որ դու ունես։ Հալելույա Հիսուս։ Ես գիտեմ սա, փոքր-ինչ ավելի մոտ կանգնած լինելով իմ հովիվին։ Եվ ես ուզում եմ նաև այստեղ չառանձնացնեմ հովիվ Լաուրային, որովհետև նրանք երկուսով մեկ են։ Եթե դու սիրում ես հովիվ Գառնիկին, իսկ հովիվ Լաուրային ատում ես, ուղղակի դու չես սիրում հովիվ Գառնիկին, սիրելիս։ Դու սխալվում ես եւ դու խաբված ես։ Հալելույա։ Եկեք օրհնենք մեր հովիվներին։ Սա փոքր օրհնություն է եկեղեցու կողմից այս ամբողջ տարվա համար։ Հալելույա։ Հալելույա, արժանի է Տերը, արժանի է Տերը։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Հալելույա։ Կարող եք նստել։ Ես քիչ ժամանակ ունեմ եւ ես իրականում շատ կարճ եմ խոսալու։ Գիտեք, ամբողջ 2025 թվականի մեջ Տերը օրհնություն արել։ Տերը օրհնություն արել։ Տերը օրհնություն արել։ Տերը եկել է եւ օրհնել է։ Տերը եկել է եւ օրհնել է։ Տերը եկել է եւ օրհնել է։ Եվ ես վկայել եմ 25-ի մեջ, որ ես ստացել եմ Տիրոջից միլիոն 25-ի մեջ։ Հալելույա։ Իրականում դու գիտեք իմ շատ մեքենաների պատմությունները։ Եվ այս տարվա մեջ 2025-ի մեջ ես պետք է մի քիչ վկայեմ այսօր։ 2025-ի մեջ ես գնել եմ 7 հատ մեքենա, վաճառել եմ 7 հատ մեքենա, 7 հատ առել եմ, 7 հատ ծախել եմ։ Եվ տարին պրծնում է, բայց ես ունեմ եւս 2 մեքենա։ Ես օրհնված եմ։ Առնելով 7 հատ, ծախելով 7 հատ, ես ունեմ եւս 2-ը։ Սա Տիրոջ թվաբանությունն է։ Եվ հնարավոր է Տիրոջ թվաբանությունը թվում է անտրամաբանական, բայց սա փաստ է եւ ճշմարտություն։ Ամբողջ տարվա մեջ գիտեք իրականում Տերը օրհնություն է արել, շատ օրհնություններ, տարբեր տեսակի ֆինանսական օրհնություններ, տարբեր տեսակի հոգեվոր օրհնություններ, պատասխաններ, հայտնություններ եւ Աստված օծել եւ Աստված այցելել է եւ մի քանի անգամ ինձ հնարավորություն է անձեռնվել ծառայելու ձեզ, ովքեր որ օրհնվել են այդ ծառայություններից, սա Աստված է եղել եւ սա Աստված է շարժվել իմ կյանքի մեջ եւ ես տալիս եմ Աստծուն փառքը այս ամենի համար ժողովուրդ եւ իրականում եղել են դեպքեր, որ եղել է անհատական առանձին ծառայություններ, սաղի աչքից հեռու, բայց Աստծո աչքի առաջ։ Եվ եղել է մի բան, որ ուզում եմ ընդգծեմ եւ ուզում եմ շեշտեմ, եղել է ծառայություն իրականում, որը ես
համարում եմ ծառայություն, որովհետև Կողոսացիներ 3:23 ասում է, որ այն ինչ որ անում եք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար կանեիք։ Եվ ինչքան որ ես հնարավորություն ա ինձ ընձեռնվել իմ հովին տանեմ Երևան, տանեմ ստեղ, տանեմ ընդեղ, տարբեր տեղեր, սա ես համարում եմ ծառայություն, որի հնարավորությունը ինձ ընձեռնվել է։ Սա լավ հնարավորություն ա եղել, լավ ժամանակ ա եղել շփվելու, խոսալու եւ ամեն անգամ ակնհայտ ու բացահայտ Տիրոջ ներկայությունը եղել է մեքենայի մեջ, Տիրոջ ներկայությունը եղել է այդ խոսքերի մեջ, Տերը հպվել է, Տերը օծել է եւ ես փառք եմ տալիս Աստծուն սրա համար ժողովուրդ։ Հալելույա։ Եվ 26-ի մեջ ես ակնկալում եմ Տիրոջից ավելին։ Ես սպասում եմ Տիրոջից ավելին։ Պետքա ծառայել ավելի, նվիրվել ավելի, շարժվել ավելի առաջ Տիրոջ մեջ։ Հալելույա Հիսուս։ Եվ այն ինչ որ ուզում եմ կարդամ այսօր դա Ծննդոց առաջի գլխից է։ Շատ կարճ ես կխոսամ։ Առաջի գլուխ 22-րդ խոսքից կարդանք. Եվ Աստված օրհնեց նրանց ասելով. աճեցեք եւ շատացեք եւ լցրեք ծովերի միջի ջրերը եւ թռչունները շատանան երկրի վրա եւ իրիկուն եւ առավոտ եղավ 5-րդ օրը։ Եվ 23-րդ խոսքից հետո 24-րդ խոսքը իմ մոտ սկսվում է նոր բարբերությունից։ Եվ Աստված ասեց. երկիրը շնչավոր կենթանի հանի իր տեսակի պես, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրենց տեսակի պես։ Եվ այնպես եղավ, եւ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես, եւ անասունները իրենց տեսակի պես, եւ գետնի բոլոր սողունները իրենց տեսակի պես, եւ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասեց նրանց. աճացեք եւ շատացեք եւ լցրեք երկիրը, տիրեք նրան եւ իշխեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Մինչև 28-րդ խոսքը։ Գիտեք, մենք տեսնում ենք, որ Աստված մարդ է ստեղծում ժողովուրդ։ Եվ 23-րդ խոսքի մեջ գրված է, որ 5-րդ օրը առավոտ եւ իրիկուն եղավ։ 5-րդ օրը Աստված ստեղծեց ծովի մեջի կենդանիներին եւ ստեղծեց երկնքի թռչուններին, բայց 6-րդ օրը Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային։ Եվ 6-րդ օրը բացի մարդուց Աստված ստեղծեց նաև երկրի վրա գտնվող կենդանիներին։ Երկրի վրա գտնվող ցամաքային բոլոր կենդանիներին ստեղծեց Աստված 6-րդ օրը եւ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային 6-րդ օրը։ Ես ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք 6 թվի վրա, որովհետեւ մենք իրականում մտնում ենք 26 թվի մեջ եւ 6-ը դա մարդու թիվն է, որի մեջ Աստված ստեղծեց մարդուն եւ որի մեջ Աստված Ադամի եւ Եվայի հետ ստեղծեց ցամաքային կենդանիներ։ 6-րդ օրը ստեղծվեցին 3-ը։ Ադամը, Եվան եւ կենդանիները, բայց 6-րդ օրը երկուսը ստացան իշխանություն։ Ադամը եւ Եվան 6-րդ օրը ստացան իշխանություն։ 2-6-ը երկուսը 6-ի մեջ ունեցան իշխանություն 3-րդի վրա, որ ստեղծվել էր 6-ի մեջ։ Երբ որ ես առնում եմ իմ մեքենաները, ես ընտրում եմ համարները, չեմ ընտրում համարները, ես վերցնում եմ համարները պատահականության սկզբունքով։ Դա համակարգչային ծրագիր է, որը հաշվում է, եւ հերթականությամբ քեզ ինչ-որ մի հատ համար է տալիս, եւ կոչվում է հենց հերթական համար։ Եվ երբ որ ես այս խոսքը պատրաստվելուց հետո արդեն այդ մի մեքենա կար, որ առա, որ չգիտեմ, այդ գրանցումները արեցի, իմ մեքենայի համարը ընկավ 663։ 2-6, որոնց Աստված իշխանություն տվեց 3-րդի վրա, որին ստեղծվեց 6-րդ օրը։ Եվ ամբողջ իշխանությունը տվեց Աստված Ադամին ու Եվային բոլոր ստեղծագործության վրա, եկեղեցի։ Բոլոր ստեղծագործության վրա Աստված իշխանություն տվեց Ադամին ու Եվային։ Եվ 26 թվականի մեջ Աստված պատրաստվում է ինձ ու քեզ իշխանություն տա։
Աստված պատրաստվում է երկուսին իշխանություն տա, երկուսից մեկը դու ես ով եղբայր, երկրորդը դու ես ով քույր, որ Աստված պատրաստվում է տալ քեզ իշխանություն։ Ծննդոց 3:15 Ես սա արդեն սկզբից ասել եմ այս տեղի մասին, չնայած իմ թեմայի մեջ էլ այստեղը 14-ից կարդանք։ Գիտենք պատմությունը, որ օձը եկավ, սատանան եկավ օձի կերպարանքով եւ խաբեց եւ նրանք կերան ու մեղքի մեջ ընկան։ Որովհետեւ արիր այս դու անիցիալ լինես բոլոր անասուններից եւ դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վրա գնաս եւ հող ուտես կյանքիդ բոլոր օրերում։ Եվ ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը եւ քո սերնդի եւ նրա սերնդի մեջտեղը, եւ նա քո գլուխը կջախջախե եւ դու նրա գարշապարը կխայթես։ Եվ կնոջը ասեց. շատ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ ծնես եւ դեպի քո մարդը լինի քո փափագը։ Նա իշխե քեզ վրա եւ Ադամին ասեց, որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով նրանից չուտես, անիցիալ լինի երկիրը։ Քո պատճառով նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերը, նա փուշ ու տատասկ բուսնե քեզ համար եւ դաշտի խոտ ուտես, երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դեպի երկիրը, որովհետեւ նրանից առնվեցար նրա համար, որ հող ես, դու պիտի հող դառնաս։ Մենք տեսնում ենք ահա որ Ադամը եւ Եվան կորցնում են այդ իշխանությունը Եդեմի պարտեզում։ Այն իշխանությունը, որ Աստված տվել էր ամբողջ արարչագործության վրա, սատանան կորզեց Ադամից ու Եվայից։ Այդ իշխանությունը սատանան գողացավ Ադամից ու Եվայից։ Երբ որ Ադամը ու Եվան ընկան մեղքի մեջ, նրանք հանձնեցին իշխանությունը սատանային ժողովուրդ։ Նրանք տվեցին իշխանությունը սատանային եւ ահա սատանան ձեռք բերեց եւ սատանան գտավ իշխանություն եւ այն ինչ որ Աստված օրհնել էր եւ ասել էր բարի է, Աստված անիծեց այդ ամենը եւ սկսեց փուշ ու տատասկ բուսնել երկրի վրա։ Այն ինչ որ ուզում եմ ասեմ, դուք կհասկանաք մի քիչ հետո։ Տեղափոխվենք հայտնության գիրք։ Այստեղ պատմությունը իրականում հակաքրիստոսի մասին է, բայց ես ուզում եմ մենք մի փոքր ուրիշ անկյունից նայենք, որովհետև Աստծո խոսքը ինքը լիքը անկյուններ ունի։ 13-րդ գլուխ հայտնության 11 խոսքը։ Եվ տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրից, երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման։ Շարունակենք 16-ից։ Ստիպում են ամենքին, փոքրին, մեծին, հարուստին, աղքատին, ազատին ու ծառային, որ նրանց դրոշմ տա, նրանց աջ ձեռքում կամ նրանց ճակատում եւ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել, բացի նրանից որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի, կամ նրա անունի համարը, այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը հաշվի, որ մարդի թիվն է, եւ նրա թիվը 666։ Աստված տվեց 6-ի մեջ իշխանություն Ադամին եւ Եվային։ Եվ ահա հայտնության գիրքը խոսում է մի գազանի մասին, որը գառի է նման, բայց նա իրականում վիշապ է, որովհետև իսկական գառը դա Հիսուսն է։ Եվ խոսքը գնում է հակաքրիստոսի մասին։ Եվ կռահեք եկեղեցի գառնուկը դա այն կենդանին էր, որ 6-րդ օրը ստեղծվեց Աստծո կողմից Ադամի ու Եվայի հետ, որովհետև 6-րդ օրը Աստված ստեղծեց ցամաքային կենդանիների։ Եվ այն ինչի մասին որ Աստված խոսում է այստեղ Աստվածաշնչի մեջ, դա իշխանությունն է, որ գողացվեց սատանայից եւ խոսքը գնում է սրա մասին ասելով, որ նշանը տրվում է ամենքին, որպեսզի նրանք երկրպագություն անեն։ Նշանը տրվում է ամենքին, որպեսզի նրանք երկրպագություն անեն եւ երկրպագեն, եւ չկա խավային տարբերակում, չկա արույ, չկա էգ, չկա ոչ մի սևամորթ, ոչ մի սպիտակ, բոլորը ենթարկվում են գազանին։ Եվ երկրպագություն են անում։ 26 թվականի մեջ սիրելի եկեղեցի, ես չգիտեմ դու ինչ ես արել, ինչի ես ասել, ինչ ես կորցրել, կամ ինչ հաջողություն ես ունեցել 25 թվականում, բայց 26 թվականի մեջ ես ուզում եմ ասեմ քեզ, որ այն ինչ որ Աստված պատրաստվում է քեզ տալ, սատանան ատամ ունի դրա վրա։ Սատանան աչք ունի դրա վրա, այն ինչ որ Աստված պատրաստվում է քեզ տալ 2026 թվականի մեջ։ Աստված ինչ որ մեկին 2026 թվականի մեջ պատրաստվում է զինել իշխանությամբ։ Աստված ինչ որ մեկին 2026 թվականի մեջ պատրաստվում է բարուրել իշխանությամբ։ Աստված պատրաստվում է ծածկել փառքով, որովհետև Ադամը եւ Եվան ստեղծվեցին եւ նրանք փառավոր էին։
Նրանք կրում էին Աստծո փառքը, նրանք ունեին ողջ իշխանությունը եւ ամբողջ արարչագործության վրա։ 2026 թվականի մեջ, 2:6-ի մեջ Աստված պատրաստվում է քեզ բաներ տալ եկեղեցի։ Ծննդոց 3:15-ը ասում է, որ քեզանից ծնվածը կջախջախի նրա գլուխը եւ նա կխայթի քո գարշապարը։ Կարծես թե Տերը մարգարեական խոսք է դնում այստեղ ինձ ու քեզ ի ցույց դնելով եւ նամյոք տալով ակնարկ անելով, հայերենով ասված ակնարկ անելով, որ ինչքան էլ որ դու պայքարես օծի դեմ, դու պետքա դուրս գաս այդ պայքարից վիրավորված, որովհետեւ նա ասում է կխայթի քո գարշապարը։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ տեղ կարդամ, որը լույս է սփռում այս պատմության վրա, որը հույս է բերում իմ ու քո համար եկեղեցի։ Հորաբա շախաթարեբոսոմ Ղուկաս 10-րդ գլուխ բոլորից քաչ հայտնի տեղ 19-րդ խոսքը ահա իշխանություն տվեցի ձեզ կողելոցերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Հիսուսը գալիս է եկեղեցի, մենք այսօր տոնում ենք նրա ծնունդը, նա գալիս է այս աշխարհ եւ փոխում այն ինչ որ ի սկզբանե ասվել էր Աստծո կողմից, ասելով որ ձեզ իշխանություն եմ տալիս կողելոցերի եւ կարիճների վրա եւ ձեզ բնավ ոչինչ չի վնասի։ Այն օծը որ պետք է խայթել քո գարշապարը, նա չի կարող այլևս քեզ վնասել։ Տերը փոխում աղությունը, տալով ինձ ու քեզ իշխանություն, կողելու թշնամու ամբողջ զորությունը, կողելու թշնամու ամբողջ կարողությունը 2026-ի մեջ։ Հետ գնանք Հայտնություն 12։ Օ Հիսուս, ուզում եմ կարդանք սկզբից առաջի խոսքից։ Մի մեծ նշան երևեցավ երկնքը, մի կին արեգակը իր վրա առած եւ լուսինը նրա ոտների տակ։ Նրա գլխի վրա 12 աստղերի պսակ։ Եվ նա հղի լինելով աղաղակում էր երկուն քաշելով եւ չարչարվելով որ ծնի։ Եվ նա 5-րդ խոսքը շարունակում է մի արու զավակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթե գավազանով հովվե։ Եվ նրա որդին հափշտակվեցավ Աստծո մոտ եւ նրա աթոռի մոտ կինը փախավ անապատ ուր Աստվածանից պատրաստված տեղ ուներ։ Օ Հիսուս, 13-րդ խոսքը, երբ որ վիշապը տեսավ, վայր գցվեցավ երկրի վրա, ընկավ այն կնկայի հետևից, որ արու զավակ ծնեց։ Եվ այն կնկան երկու մեծ արծվի թև տրվեցավ, որպիսի թրջի անապատ իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ եւ ժամանակներ եւ կես օծի երեսից։ 2026 թվականի մեջ ես մարգարեանում եմ սա ինչ որ մեկի համար։ Տերը հղիություն ա դնում քո որովայնի մեջ։ Տերը հղիություն ա դնում քո որովայնի մեջ։ Տերը հղիություն ա ձևավորում քո ներսում։ Եվ դու կլինես հղի Տիրոջ նպատակից 2025-26 թվականի մեջ։ Եվ ասվում է, որ այդ կինը մի արու զավակ ծնեց, ով որ պետքա չշարթի օծի գլուխը եկեղեցի։ Եվ այդ արու զավակը գրված է, որ կհովվի ազգերին երկաթե գավազանով։ Այն ինչ որ ծնեց կինը, ով կին դա դու ես եկեղեցի։ Այն ինչ որ ծնեց այդ կինը, դա իշխանություն էր, որը ծնեց այդ կինը։ Դա իշխանություն էր, որը ծնեց այդ կինը, որովհետև գրված է, որ նա կհովվի երկաթե գավազանով նրա ծնած որդին եւ քեզ ով կին, քեզ ով եկեղեցի երկու արծվի թև կտրվի։ Քեզ երկու արծվի թև կտրվի։ Քեզ երկու արծվի թև կտրվի։ Դու լսում ես սա եկեղեցի։ Քեզ երկու արծվի թև կտրվի։ Եվ գրված է, որ կինը փախավ եւ անապատում այնտեղը մեր, որը պատրաստված էր ի սկզբանե Աստծուց իր համար, որպեսզի այնտեղ կերակրվի։ Ես մարգարեանում եմ քեզ վրա 2026 թվականի մեջ, ինչ էլ որ մտածի սատանան քո դեմ անելու, քեզ պետք է երկու թև տրվի, որի միջոցով դու պետք է առաջ անցնես սատանայից, որի միջոցով դու պետք է առաջ անցնես սատանայից։
որի պատճառով դու պետք է առաջ անցնես եւ պիտի ավելի շուտ հասնես այնտեղը, որտեղ Տիրոջ կողմից քեզ համար տեղ է պատրաստված, որտեղ դու պիտի կերակրվես, որտեղ դու պիտի մատակարարվես Աստծուց Հիսուսի անունով։ Եսայա 40:31 ասում է, որ Տիրոջը ապավինողները պիտի նորոգվեն իրանց ուժով եւ նրանք արծվի պես վեր կսլանան եւ կճախրեն։ Ես ուզում եմ ասեմ քեզ եկեղեցի, 2026-ի մեջ ապավինիր Տիրոջը, 2026-ի մեջ ապավինիր Աստծուն եւ նա քեզ պիտի երկու թև տա եւ դու պիտի ճախրես արծվի նման եւ դու պիտի վեր սլանաս Հիսուսի անունով։ Դու պետք է առաջ անցնես 2026 թվականի մեջ այս ժամանակից եւ Սատանայից եւ նրա բոլոր հնարքներից Հիսուսի անունով։ Բարձրացա բարքերը Աստծուն։ Ես մարգարեանում եմ քեզ համար։ Այն ինչ որ դու ծնես 2026-ի մեջ, Սատանան չի կարողանալու նրան կուլ տալ։ Արու զավակը հափշտակվեց Աստծուց։ Այդ իշխանությունը չի կարողանալու Սատանան կուլ տալ։ Հիսուսի անունով 2:6-ի մեջ 2 անձ ստանում են իշխանություն եւ այդ անձից մեկը Արու է եւ մյուսը Էքա եւ այդ կինը, որին թե վերատրվում, դա դու ես եկեղեցի, առաջ անցնելու այս թվին, առաջ վազելու այս թվին, հաղթելու Սատանային, շարթելով նրա գլուխը, քայլելով նրա գլխի վրա, շարժախելով նրա գլուխը Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Ինչ որ մեկը թող պատրաստվի հաղթանակի եւ ես ուզում եմ որ մենք վերցնենք մեր զոհաբերությունները։ Քիդալե մորա մականդերը բոշոկոլերը բարի բաբակաթա յարերը բոսա Arabagi shomari maribo condore bari abrabakataya. Ora baba shakari bakindere bokora baba shata. Hira bashakari bakatari bosim. Hira bashari bokori boho. Hira bashari babakataya. Hira baba shandara bokora baba shata. Ribagere bogore mare babare babora bogo shamba babakataya. Ishvor mega betkarrajansti ira finansների մեջ Ishvor mega betkarrajansti ira առողջության մեջ Ishvor mega betkarrajansti ira ծառայության մեջ Հիսուսի անունով Հիսուսի անունով Ովքին քեզ երկու թև ատրվում Աստծուց Ես ուզում եմ վերցնես քո զոհը Ես ուզում եմ որ մարգարեական ակտ անես այսօր եկեղեցի Սատարե վերջյան ծառայությունն է Մյուս կիրակին 10-րդ կիրակի է Ես ուզում եմ այս տարվա զոհը վերջի ծառայության մեջ որ դու անես Ես ուզում եմ վերցնես քո ձեռքերի մեջ հռչակես ու մարգարեանաս Հիսուսի անունով որ դու առաջ ես անցնելու քո ֆինանսների մեջ Հիսուսի անունով հռչակի ու խոսա հավատքով քո ֆինանսների հետ որ դու առաջ ես անցնելու 2026-ի մեջ ավելի շատ օրհնություններ, ավելի շատ ֆինանսներ, քան որ Տերը տվել է քեզ 2025-ին Հիսուսի անունով ավելի շատ ֆինանսներ, ավելի բարձր թռիչք, ավելի խորը ճեղքում Հիսուսի անունով թող անցնեն դույլերը Idolo morre bakandere bo shakari bakindere bo shataya Ora babakataya la bogo shamba ya la bosa Ira ba shakari bakindere bo ria babakataya Oh Jesus Rabakatele bo sumbore mari bakindele bosha Arriba kandere bo sopotore mele barabo Arriba kandere bo shakole beri barabo Արեբաբագի շոմբակաթայա Այո Հիսուսը իր ազով փոխում է պատմության ընթացքը Հիսուսը իր ազով փոխում է ժամանակների ընթացքը Հիսուսը իր ազով բեկում է բերում Հիսուսը իր ազով բեկում է բերում Հիսուսը իր ազով բեկում է բերում Նա փոխում է ամեն բան Նա իշխանություն է տալիս քեզ Նա իշխանություն է տալիս քեզ Կողելու թշնամու ամբողջ կարողությունը Եվ քեզ բնավ Ոչինչ չի վնասի Հալելույա Հիսուս
Օրհնում եմ բոլոր այս զոհերը, օրհնում եմ բոլոր այս սերմերը, օրհնում եմ բոլոր այս ֆինանսները, Հիսուսի անունով, այստեղ հավատք ա Տեր, այստեղ հռչակումը, որ դու ես Տերը, որ դու ես արքան, որ դու ես թագավորը, այստեղ սրտերը, որ հավատում են քեզ Հիսուս, որ երկրպագում են քեզ Տեր, որ սիրում են քեզ Հիսուս, որ օգտվախում են քո համար Տեր, առատությամբ լցրա, առատությամբ որդի Տեր, ամբողջ 26 թվի մեջ, Հիսուսի անունով, եւ թող քո ժողովուրդը ոչ մի բանի կարիք ու կարողություն չունենա, այլ բոլորի կարիքները լցրա, քո հարստության չափով, Հիսուս Քրիստոսի անունով, եւ բոլորը ասեն